Ահա, իմ մասին պիտի խոսեմ, ուրեմն գլխարկս վերցնում եմ։ Բանաստեղծ Վազգենուշին պատրաստվում է դիմավորել իր կյանքի 80-րդ ամանորը։ Բանաստեղծություններ գրել է վաղ տարիքից, սակայն մինչև այսօր էլ ընտանիքի ապրուստը վաստակում է երակցողի մասնագիտությամբ։ 55 տարի աշխատել է Հայ էլեկտրոգործարանում։ Արձակուրդի կեսերին գնում էի կադրերի բաժին, ասում են Գեր Վարդանյան մի հատ ռազմի պրոպուստ տվեք մտնեմ գործան։ Ինչ եղավ Վազգեն, ինչ ես մտնում։ Մտնեմ տեմ գործանը ոնց է։ Հիմա իմ սիրտը մխկտում է որ այդ գործարանը լիքը չխչիկ ու քորբույա լեցվե։ Կենսաթոշակառու Վազգեն Պապը անհատ ձեռներեց է, պարտաճանաչ կատարում է կենսաթոշակային ֆոնդի ամենամսյա մուծումները։ Խոսակցությունը գնում որ զանգեր պետք է փոխեն։ Ես չգիտեմ մերինը փոխվելու է թե չէ։ 50 քանի հազար տվել եմ ես եմառը 150,000 թե 250,000 պետք է տամ թազեն առնեմ։ Ու հնարավոր է փակվեն։ Վազգեն Պապի արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից, Վանից գաղթած Մորապսեն պահում է իր փոքրիկ թանգարանում, աշխարհի շատ երկրներում է եղել, ամեն տեղից մի հետաքրքիր նմուշ է բերել Հայաստան։ Անիից բերել եմ, Ախթամարից բերել եմ, Լոնդոնից բերել եմ, Պարուր Սևակի գերեզմանից բերել եմ։ Այս ափսեն Եղեռնից փրկված ափս է։ Նա մեծ սեր ունի նաև կենդանիների հանդեպ, 2 կատու ունի։ Ասում է, որ մայր ու որդի կատուները իր սարքավորումներին ոչ մի կրծող մոտ չեն թողնում։ Օրվա հացը վաստակելուն զուգահեռ ամեն օր մտածում է եւ ստեղծագործում։ Մտածում եմ, թե ինչու մեր ազգն այսպես խեղճ մնաց, մեր ծովիսով երկիրը ինչու կարգատան մնաց։ Իր ողջ կյանքում չի դժգոհել, թեև բազմաթիվ խնդիրներ է ունեցել։ Առողջությունից գոհ է, իր սարքած թոնրում դեռ սիրով խորոված է պատրաստում եւ հյուրասիրում։ Լուսինե Ղազարյան, Սևակ Մեսրոպյան, IPFM։